Ֆիդան Սալովիև ամենապարզ հարցն էր, տեսեք, Ֆիդանի մոտ ողջույններ ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերի։ Սալովի մոտ պահանջեր, հա, բռնության կոչեր, որպեսի ինչ որ օտար երկիր, հա, ինքը ինտերվենցիա կիրառի Հայաստանի շատ կարճ այդ երկու նախաձեռնությունը լրիվ բավարար է, որ հասկանանք դրանք տարբեր են, հա, եթե նույն Սալովիով ողջուներ ընդդիմության քայլը, որը ուզում է մասնակցի ընտրություններին, որը Ռուսաստանն հետ ուզում է պայմանագիր կնքի, որևէ այնտեղ բռնության կոչ չկա, դա ողջույն է այն քաղաքական ուժի, որը իրենց կարծիքով հա, տանում է իրենց օրակարգը։ Ոչ թե եթերով, այլ կոնկրետ օրինակ, ոչ թե Սալավիովը, այլ այդ երկրի արտգործնախարարը աջակցել է Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանին, որին համարել է քաղաքական։ Այս վերջերս նույն արտգործնախարար Ռուսաստանի ասել է, որ իմ կարծիքով Հայաստանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ բաները, չգիտեմ, եվրոպացիները սին խոստումներ են տալի, այստեղ խնդիր չկա, դա մենք չենք կարող վճարել ենք, ոչ այդպիսի խնդիր կա, ոչ էլ դա ազատ տեղեկատվական հոսքերի, հա, ֆորմուլան է, որը Հայաստանը որդեգրել է։ Այսինքն մենք դե հասկանանք, եթե վերադառնանք էլի Նյույորք հոդվածին, մենք խոսում ենք նրա մասին, ինչ արգելված է օրենքով։ Այսինքն ստեղ ինչ կապված է Սոլովիովի հետ, տեսեք, ինչ հարց է նաև լուծվում այս օրենքով։ Սոլովիովը արգելված է հանրային մուլտիպլեքսում, որտեղ հանրային մուլտիպլեքսի արգելքը դա բարձր տեխնոլոգիական արտադրության նախարարության տիրույթում է, որը հայ-ռուսական պայմանագրի, հա, կողմն է հայկական կողմից։ Ինչ կապված է ցանցային օպերատորների հետ, ապա այնտեղ շարունակվում է նույն Սոլովիովը, որտեղ Սոլովիովը ոչ միայն RTR, այսինքն ռուսական պետական հեռուստաալիքում է ելույթ ունենա, այլ նաև Ռոսիա 24 քարոզչական ալիքով, որի արգելքը, որի հանդեպ որևէ կարգավորում նախարարությունը չունի եւ չունենք մենք։ Այս փոփոխություններով մենք ստանում ենք այդ իրավունքը, որպեսզի մշտադարկենք եւ իրավասու լինենք, արգելել, կասեցնել, միջև ինչ որ բաներ շտկեն։